Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Խաչիկ Մանուկյանը, բարև ձեզ Խաչիկ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Սիրով։ Սովորաբար առաջին եթերը, որ սկսում եմ օրվա լրահոսն եմ ներկայացնում, տագնապները շարունակվում են, շատ մեծ հզոր անհատականություններ Լարիջանին, իսկապես մեծ կորուստ է սա իրանական ժողովրդի համար, թշնամին թիրախավորեց եւ սպանեց իրեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդին անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանի մահվան կապակցությամբ, այսինքն Խամենեին ուղղված նամակով Ռուսաստանի նախագահ Լարիջանին անվանել է Ռուսաստանի իսկական ընկեր, իմաստուն եւ հեռատես քաղաքական գործիչ, որի հետ ինքը բազմիցս հանդիպել է։ Այո, ինքը իսկապես ընկալվում էր այսպիսի բացառիկ, մեծ գործիչ եւ ասում են միտք ուղեղը այս բոլոր գործողությունների իրենն էր, այնպես որ սա մեծ կորուստ էր թշնամի խնդիրը դրել ուղղակի գլխատել էլիտան, բայց մենք տեսնում ենք, որ ճիշտ է, բան չի, որ անդադ ասեք մեկը միևնույն է իրենք ունեն դեռ տակի շերտը, մենք տեսնում ենք չի այդ իմաստով ինչ հարուստ ժողովուրդ է, չէ, 10 գեներալի վերացնում են, բայց տակից եւս 10-ը առաջ են գալի եւ ասում են միևնույն է մենք գնալու ենք կամ ինչ քիչ առաջ է մեր նախնական զրույցում խոսում էինք ինչ ներքին ուժ, ինչ կամայնություն, ինչ ամրություն արտգործնախարարին հարցազրույցի ժամանակ ասում են ցամաքային գործողություններ կարող է սկսել Միացյալ Նահանգները, ասում են մենք իրենց սպասում ենք առանց միմիկա շարժելու, այսպես հստակ ասում են։ Տեսեք, Խաչիկ, ես այն օրն էլ ասեցի, երբ որ իրենք հարձակվեցին հայ առաքելական եկեղեցու վրա, որ մեր 1700-ամյա եկեղեցին ամուր կանգնած, այսինքն խորը պատմական հիշողություն կա, ավանդույթներ կա, ինչպես դիմադրեց, ինչպես է դիմադրում։ Շշմելու բան է, չէ, ասենք 10 քանի տիրադավ սրբազան գնում էին կողմ, տակից տեսեք մեկ մյուս հոգևոր, ինչ հոգևորականներին առաջ գալիս, չգիտեմ քանի քահանաներ իբրև թե թեքվում են, տակից մի 50 քահանա միանգամից հայտարարություն է տարածում։ Միթե մի եկեղեցի Բաքվեն այն միս 40-ը միանգամից, սա է, այդ իսկ իրենց մոտ, մեզ մոտ այս հիշողությունը, որտեղ պետություն չենք ունեցել եկեղեցին այդպես ամուր կանգնած եղել եւ հիմա էլ փորձում է տակից հիմքը ալմա չի շարժվում պատերի նախապում խելագարը ասես մուրճ առաջ մի հատ ինքը իր գլխին է տալի հետո եկեղեցու պատին ցնցում ասում ոնց մնաց չի քանդվել նորից է գնում խփում խելագարը չի լինում հետո գնում է տակից sense Վանը վերցրել դրաստում, չգիտեմ ինչ անում, չի ստացվում, ասում գնացեք սրբազաններին փակեք, գնացեք սրբազաններին փակում են, սրբազանները շատ ավելի ամուր, մի հատ լսեք էլի Բագրատ սրբազանի խոսքը, լսեք ինչ է ասում փակված, որ ու շատ ճիշտ է, որ ինքը շատ ավելի ազատ է փակված հոգևորականի խոսքը, իրական խորքային հոգևորական, իհարկե Հորքային իրական, այդպես բան հոգևորական, հիմա այս զուգահեռն է ուզում անել, բայց երկու թեմա եմ ասում, հիմա որ խոսենք եւ Իրանի մասին խոսենք եւ եկեղեցու եւ Բագրատ Սրբազանի, տեսեք, քանի որ 2500-ամյա կամ գուցե շատ ավելի վաղ 4000-ամյա պատմություն ունեցող Իրանի ժողովուրդ, ինքը պետականություն ունեցող Իրանի ժողովուրդը, աշխարհի հրեշները հարձակվել են, հրեշ, մարդակեր, մարդասպան Նաթանյանը, սառնասրտորեն առաջին թիրախը վերցրեց երեխաներին, աղջիկ երեխաներին եւ սառնասրտորեն այդպես բան է արել, բայց ոնց է, պետության հիշողություն ունեն Դիմա, ես չգիտեմ ոնց դուրս կգան այս ամենից, բայց միևնույն է դիմադրում են, այսօր էլ ինչ որ հայտարարություններ են, նորից թիրախավորում են, պատասխանը տալիս են, ասում են, այս ոչինչ ասում են, տակից նոր գեներալներ կան, նոր հրամանատարները կգան, նոր դեմքերը կգան, այսպիսի ժողովուրդ է։ Ես խնդրեմ մեր եկեղեցու Բագրատ Սրբազանի եւ Իրանի ժողովրդի մասին, խնդրեմ։ Ես այդ վերջի պահը նորից վերապրեցի երեխաների սպանդը, որ կատարվեց Միացյալ Նահանգների կողմից եւ այդ գոյանքը, որը հայտնի է որպես մանկապիղծ եւ Թրամփը, որին նաեւ հայտարարեց Չինաստանի նախագահը, որ դա չի ներկայացնում Ամերիկայի ժողովրդին, այսինքն դրան որպես Ամերիկայի նախագահ այլևս չեն ընդունում շատ երկրներ եւ որոշ եվրոպական երկրներ էլ
ուրեմն հրաժարվեցին մասնակից լինել սրա կատարող այս ցեղասպանությանը, այս ապօրինի հարձակումներին եւ ինչպես տեսակ ՄԱԿ-ը ուրեմն դատապարտում է Իրանի հարձակումները, այսինքն եթե Իրանի վրա հարձակվում են դա ոչինչ, այդ գետնաքարշ կառույցը, որ արդեն գոյություն չունի, արդեն բոլորիս աչքի առաջ ինքնասպանվեց, պարզապես ասում է Իրանը այս ինչի է հարվածում, ապուշներ, բա պիտի միայն Իրանին, Իրանը ցույց պիտի տա, այո, որ դարավոր այդ ավանդույթի կրողն է, մեծ մշակույթի կրողը եւ ամենակարևորը հարգելի Անժելա, Իրանում դավաճան իշխանություններ չկան, ինչպես մեզանում եւ հաղթանակը պայմանավորվելու է։ Մի գեներալ դավաճան, ասի պատիսենյակ ինքդ որոշիչ պիտի անես, իշխան եւ դա էլ չգիտեմ վստահաբար դավաճանը թե դավաճանը չէր, բայց ես մի բան ուզում եմ ասել ձեզ, այդ մահը որ եղավ, այդ մահը նաեւ համախմբման տարավ ամբողջ Իրանի ժողովրդին եւ նրանք ովքեր ազգությամբ իրանցի պարսիկներ չէին, նրանք նույնպես ասեն մենք սատարելու ենք Իրան պետությանը, այսինքն նաեւ այնտեղ այդ պետական ինստիտուտը գործում է ի տարբերություն մեզ, մերոնք այսպես պատեհապաշտ գոյանքներ են, լափամանին սովոր եւ հիմա ինչպես տեսնում եք, ազգին ցույց են տալիս, որ մենք լափողներ ենք, ազնվաբար նստում են էկրանի առաջ, մյուսները սպասում են, թե ինչ պիտի հանձնարարականներ լինեն, այս լինեն, այլ լինեն, սա նստում եւ լափում է, իր լափի ուրեմն գերիների հետ նույն ավտոբուսով ազգովի գիժ ենք բարձնում։ Հիմա էսա եւ այս ընթացքով մենք այո խաղից դուրս ենք, մենք Լուսանսկում էլ չենք, Լուսանսկից էլ ենք դուրս։ Ինչ վերաբերում է այս Իրանի ուրեմն հաղթականությանը ես վստահ եմ որ լինելու է, որովհետև նրանք երբեք իրենց եւ հավատը չշրջանցեցին եւ իրենց դարավոր մշակույթը չշրջանցեցին, ինչը շատ հզոր մշակույթ է, ես ասել եմ որ այն ազգերը ովքեր հզոր մշակույթ ունեն եւ իրենց մշակույթը չեն ուրանում, նրանք հաղթելու են։ Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգները մշակույթ չունեն, նրանց մշակույթը քիմիկ համակն է, Լոպեսի քամակն է, նրանք աշխարհին ներկայանում են այդ քամակներով, նրանք այլևս չեն ասում, գիտեք, Վիլյամ Սարոյան, Ֆոլկներ, մյուս այս մեծերի անունները Հեմինգուեյ չկան նրանց համար։ Սրա այս սերունդներ որ իսկապես հզոր էր, այն Ամերիկան, որը սիրելի էր բոլորիս համար, անընդհատ առաջընթաց էր կինո արվեստում, գրականության մեջ, թատերական, մի խոսքով, այդ Ամերիկան այլևս չկա, փողով կրեցին այդ Ամերիկան, եւ փողի վրա, որ գրել են մենք հավատում ենք Աստծուն, երկրորդ տողը չեն գրել եւ այդ Աստվածը փողն է։ Սրանք հանուն փողի ամեն ինչ են ուրանում եւ այդպես էլ դաստիարակում են իրենց այս լակոտ լուկուտներին, որոնցից նաեւ Հայաստանում են բուծել, սրանք էլ չէ, հանուն փողի ամեն ինչ ուրանում են, Արցախ կուրանան, իրենց հորն ու մորը պապուտ, ամեն ինչ էլ կուրանան։ Ինչի կուրանան, որովհետեւ արժեք չեն տեսնում այդտեղ, իրենք հայ չեն, իրենց էությամբ, հայկական արժե համակարգից դուրս գոյանքներ են։ Հիմա մենք դնում ենք, մեզ կոտորում ենք, ասում ենք, այս մարդիկ ստեղծել, գուցե իրենց միտքն էլ է բավարար, գուցե չգիտեմ, չեմ կարող ասել, այս են կարող են նաև վերլուծել իմանալ, բայց իրենց անկյունակարը Հայաստանը չի, իրենց անկյունակարը հայ ժողովուրդը չի, իրենց անկյունակարը փողն է, իրենք այդ անկյունով են նայում ամեն ինչին եւ այսպես դուրս է գալիս, որ երկիր չունենք, այս չունենք, այն չունենք, կա փող։ Եվ այո, մոլորակի ցանկացած հատվածում սրանք կարող են գնալ խաղաղ ապրել։ Իրանցի ժողովուրդը այդպես չի մտածում։ Ինքը իր հողի, իր երկրի տերն է եւ քանի որ իր իշխանությունը պատրաստ է զոհվել հանուն այդ բարձր արժեքների, նրանց հաղթել չի լինելու։ Եվ այս գոյանքները ես ասել եմ, չէ, եթե ուրեմն ամենահզոր բանակն է լիներ, առյուծների բանը, եթե ոչխարն է առաջնորդում, պարտություն է միայն լինելու, ինչի ուրեմն ականատեսը մենք եղանք։ Ես ուզում եմ մի նոստալգիկ այսպես վիճակ հիշել, երեք մի միջոցառման էի հարազատներիս հետ, որտեղ կային նաև հաղթական մեր հրամանատարներից, ովքեր հաղթություն ուրեմն կերտողներից էին եւ անդրադարձ եղավ նրանց եւ ուրեմն հիշեցինք այն լավ ժամանակները, երբ այդ հաղթանակի կրողներն էին եւ այդ հաղթանակը իսկապես մարդիկ իրենց առողջության գնով, իրենց չգիտեմ ամեն ինչով կյանքի գնով նվիրել էին մեր ժողովրդին, մեր պետությանն էին նվիրել եւ այս պետությունը շնչում էր այդ հաղթանակի ուժով եւ այդ տրամադրությամբ, երբ որ դուրս եկանք իրականություն, ճիշտ ընկանք այդ Յուրի Դեդիչկինի օրը, որը Սմաքդոնովսկին էր մարմնավորում Ռիազանովի ֆիլմում, հայտնի ֆիլմում, երբ այդ ծափերը հիշողությամբ վերապրում է, այդ ծաղկե փնջերը հիշում է եւ հանկարծ իրականությանն է տենում, իրեն դատող ոստիկաններն են կողքը, մյուսն է, այսինքն միանգամից փշրվեց դա։ Որտեղ էինք եւ ինչի եկանք հասանք։ Եվ էլ այդ պարտությունը ոչինչ որ այսպես եղել է, որովհետեւ ի վերջո կարող ենք շտկումներ անել այդ անվերադարձ Հավատը այդ պարտությանը,
Այս ինչ հավատ, այս ինչ տարօրինակ բան է, որ մարդիկ հավատում են պարտությանը։ Պարտությունը ձեզ ինչ է բերել, տարածքների կորուստներ, քաջերի կորուստներ եւ շարունակաբար այդ ամեն ինչը լինելու է եւ ազնվազարմ հայեր են ձերբակալվում եւ այսօր մեր լրատվական դաշտը ակտիվ պահող Արմինե Օհանյանին են փորձում ուրեմն այդպես ձերբակալման տանել կամ չգիտեմ գործեր հարուցել Արա որ ինչ, որ այդ մի երկու խոսքն էլ որ կա հնչում է ձեր հանդեպ նույնպես տևականորեն տեսնում եմ անտա դատական պրոցեսների 13 թիվ է որ կամ սարքեք 14 կամ 13 լա թիվ չի ուրեմն հարգելիներս այսպես կատակներով կլինի լուրջ կլինի անլուրջ կլինի մենք շատ վատ դրության մեջ ենք հայտնվել ես ուզում եմ ասել որ Բագրատ Սրբազանի նման հոգևորականը ով իսկապես Բարձր ոչ թե ես հայտարարել եմ վաղուց իր գրքերը կարդալով իր գործունեությանը ծանոթանալով նա մոլորակի մասշտաբով մեծ հոգևորական է ոչ թե այս Հայաստանի որը էլի հզոր մշակութային դաշտ ունի հոգևորականների այլ մոլորակի չէ որովհետև իր ամբողջ գործունեությունը միտված է քրիստոնեական աշխարհին առավել եւս հայությանը որովհետև այն ինչ տեղի էր ունենում Հայաստանում Բագրատ Սրբազանը համարում էր իր վրա էր կրում, համարում էր ինքն է շանթարգելը, որ պիտի կանգնի այդ ամեն ինչի դեմ եւ պատահական չէր, որ նա 44 օրյա պատերազմ գտնվում էր, այնտեղ պատահական չէր, որ Շուշիում վերջի ժամերգությունը Նոյեմբերի 5-ին Բագրատ Սրբազանը Գազանչոցում ժամերգությունը, վերջի ժամերգությունը եւ ես մի առիթով երբ հնչեցրեցի սա որ ովքեր են իրեն դատողները Դատողները փեսլենքով լակոտները Շուշան գործիները բոլոր ընտերյապտեք ովքեր իմ ժողովրդի դեմ են գործում բոլոր նրանք ովքեր վախում են հայերից բոլոր նրանք ովքեր իմ պատմությունից են վախում իմ հայրենի տարածքներից են վախում որովհետեւ գիտեն հողնել ուժ ունի եւ հողնել արագ ուզում են օտարեն որպեսզի չխժռի իրենց արա հանգիստ եղեք ձեզ հողում չեն թաղելու դուք արժանի չեք հայոց հողում ուղարկավորվելու ձեզ կտան ձեր աղբերներին որտեղ ձեր մասին երգեր են գրում թռվռում են ինչպես դուք եք այսպես թռվռում մոլորակի վրա երկու թռվռացողներ եմ տենում ՔՊՆ-ու ադրբեջանցիները իրարից սպասերով թռվռում եք արա նույնն եք դուք նույնացել եք եւ այդ որ խաղաղություն եք անում ձեր անկարող միտքը ձեր ամուլ միտքը չի կարողանում հաղթանակների մոտեցնել չի կարողանում լավ պատերազմական գործողություններից դուրս քաղաքական կամ կարողանաս այնպես վարվել որպեսզի դիվանագիտական ճանապարհով գտնես այդ ամեն ինչը դες դավաճանախումբ է ինձ համար սա բարում է հայոց զինվորների այրան վրա սա ցույց է տալիս որ հայոց համակարգի կրողները չեն անյավոտներ դուք անամոթիկ գոյանքներ եք դուք իրավունք չունեք вообще ապրելու շնչելու այս օդը Սրանք իսկապես էլ նրանք են գոյանքներն են, որոնք չեն ներկայացնում ոչ թե հայրին, մարդուն ընդհանրապես, մարդուն եւ պատահական չի, որ ես ասում եմ այսօր սրբա մանկապիղծն ու ցեղասպանը ձեռի տված է Իսրայելի առաջնորդը սուտ եւ այն ինչա մանկապիղծը Իրանի Ամերիկայի Միացյալ Նահանգների հելել են ձեռի տված մոլորակի վրա գործողություններ են անում ձևում են կարում են ըստ իրենց չէ պիտի անեն նա որպես բան մարդասպան Եվ սա էլ մարդասպան նաև մանկակեր են, ինչ են սրանք մարդակերներ են, այսինքն մենք ընկել ենք մի այսպես վիճակում, որտեղ հույսները սա այն երկրներն են, որոնք շարունակում են իրենց ազգային ավանդույթները, իրենց ազգային նկարագիրը պահել։ Եվ այդ ազգերի հետ պիտի սատարել։ Եվ ինչքան էլ փողերը կողքել են սրանց բերաներն ու մյուս տեղերը, որովհետեւ հաչանի օգուտ այդ ինչա մարդասպանի եւ ցեղասպանի եւ մանկապիղծի միևնույնն է չի ստացվելու, որովհետեւ փաստը սա է Արդեն հրաժարական է տալիս Միացյալ Նահանգների անվտանգության կենտրոնի ղեկավարը։ Սա ինչ է նշանակում աշխարհ։ Սա ասում է ստապվեք, ես արդեն սրանց չեմ վստահում, որովհետև սրանք ոչ թե երկրի անվտանգություն, սրանք սեփական շահն է, սրանք շահ, որն է մարտակերություն, սպան, ցեղասպանություն։ Եթե կառույցը միջազգային սրանք ճանաչում է որպես ցեղասպան այդ նույն Իսրայելի առաջնորդի Նեթանյահուին հետագայում պիտի սրան տանեն ուրեմն կանգնեցնեն միջազգային դատարան հակառակը սատարում են ում հանցագործին անել ինչա հանցագործ դարակազմիկ հանցագործ եւ ի վերջո այն ինչքան էլ գլուխները ջայլամի պես հողի տակ խրեք արա
մենք տեսանք, որ այդ նույն Իսրայելն էր ամեն ինչ անում, որպեսզի Արցախից հայերը զրկվեն։ Ամեն ինչ արեց, եւ հիմա որ այդպես փորձում եք ցույց տալ, արա դե չէ, էլի, բայց ինչը չէ։ Եվ միայն այն չէր, որ այդ բայրակթարներն էր, մյուսներն էր, այդ անօթաչուներն էին ոչ, այստեղ նա ուներ ծրագիր, հեռահար ծրագիր Իրանի հետ կապված, եւ Հայաստանի լինելը իր համար գլխացավանք է։ Իր համար, Թրամփի համար, այն մյուսների համար, ինչ Հայաստանը, սա պետք է լինի մեր բազան, որ մենք կարողանանք այստեղի մեր ինչա տարածաշրջանային հարցերը լուծել։ 1000 տարվա քո հարևանը, բարեկամը ցեղասպանությունից հետո առաջին ձեռք մեկնող երկիրը Իրանի ժողովուրդը եւ ուղղակի ծաղկել է հայ համայնքը Իրանում, ես այդտեղ իրանահայեր կան, Ռազմիկ Դավանի կինը գիտեք այնտեղ է ծնվել մեծացել, ասում է թե ինչ համայնք ունենք, ինչքան ասեց 18 միայն Թեհրանում միայն 18 հայկական դպրոց է եղել, 20 քանի մշակութային կենտրոն եղել, թե ոնց է, ու այսօր դու բերում ես կոնկրետ էգզիստենցիալ ոչնչացան բանի եսրին առաջ կանգնած ես Իրանին գիտես, որ ինչ թշնամի է Թուրքիան, այս անասունը բերում է Թրամփին էստեղ, մի հատ այդ ծախել ես այդ տարածքը պարզա չէ տվել ես այդ Միջանցքով Սյունիքով սաղ տվել ես, Մեղրիով տվել ես Ադրբեջանին, նրան չի ես բերում նստացնում էստեղ, մի հատ է քո բարեկամի դեմ, հա, մի հատ էլ բանը, այն հերթական անգամ քեզ թիրախ ես դարձնում, որ մի հատ էլ իրանց կողմից, հա, հայ ժողովրդին ոչնչացնեն Եմ որ ասում եմ կարելի է անասնել։ Գիտեք, ես սա նաև կապում եմ մի ուրիշ բանի հետ, եթե մենք չենք կարողանում ճանաչել մեր միջի ազնվագույններին նվիրում ունեցող հայերին, Բագրատ Սրբազանը, հիմա ինչպես Բագրատ Սրբազանը, ես կարծում եմ իսկապես մեզ ալիք կբարձրանա, որովհետև բոլոր նրանք, ովքեր շփվել են Սրբազանի հետ, իսկ շատ-շատերն են Ինչ է արել պատերազմից հետո։ Եվ այդ բուժումներն էր իրականացնում եւ այն կենտրոնը, որ վերականգնողական ինքն է իր ջանքերով դիմել է աշխարհի հայությանը, կարողացել է այդ կենտրոնը բարերարների օգնությամբ ստեղծել եւ բավականին ուրեմն օգնություն, օժանդակություն ցուցաբերել։ Հիմա այս ԿՊ-ական ոհմակը ասում արա Իրանն է, բա ձեր համար լապավայր պիտի ստեղծեր, որ լավ զգայի գոյանքներ, այո պիտի տա, դա է քեզ չի բրգելու։ Ձեզ գումարի չափը ձեզ չի փրկելու, դուք փրկություն չեք ունենալու։ Եւ բոլոր նրանք, ովքեր սատարնելու են այս արնախում իշխանությանը, ովքեր պարում են մեր զավակների արյան վրա, ովքեր թրջկոտում են, որ գգամ, չգիտեմ ինչ կանեմ, լակոտավարի, այս լակոտակրատյան, ես այդ հետագայում կհրապարակեմ իհարկե, բայց ես գիտեք այդտեղ ինչն է ցավալին, որ մենք մեր իրականության մեջ նայում ենք, որ մարդկանց վրա այդ ազդեցություն չէ, դա ինչ որտեղ ազնվել է, գիտեք Նիկոլը, նստում է էկրանի առաջ լապում Ասма ժողովուրդ, ես լափող եմ։ Իմ թիմը լափող է։ Մենք պիտի լափող ես, գնային ընտրի։ Ես քրիստիական, հա։ Հաճիկ ինքը ասում է, ես լափող եմ, նրանք լափող են, դե ես վստահ եմ, որ ինձ ձայն ես տալու, ուրեմն գիտեմ, որ դու ես լափող։ Ուրեմն իրան ընտրողը այդպեսին է, չէ։ Գիտեք, մի քիչ բանավանաբար, բայց ես այո, ստողերը կհնչեցնեմ, որպեսզի նաև իմ արձագանքը, որպես հայ գրողի արձագանք Իսկ ես դա ասում եմ, այո, ես միջազգային հարթակներում եմ ներկայացել, բազմաթիվ լեզուներով թարգմանվել եմ, բայց քանի որ գրական ժամանակներ չեն, ինձ ոչ բոլորն են ճանաչում, թերևս մի բանասեղություն, որ բարձունքը մերն էր, տղերքը չկան, լայն արձագանք գտավ իմացա։ Բայց ես սա ինչ եմ ասում, մենք իրավունք չունենք կատարվող երևույթներին չարձագանքել, ընել այն դեպքում, որ ասում եմ, այսքան ցավոտ իրականություն է, առավել եւս իմ պարագայում, երբ իմ զավակը կյանքն է նվիրել իր պետությանը, իր հայրենիքին, իր ազգին, եւ սրանք ցնծում են, պարում են, առեն համարում, տրորած ունեն։ Ես ձեզ նես կտրորեմ, շուշան որդիներ, ձեր վնգստոցը աշխարհով մեկ կբռնի։ Ու որ գնաս հետդ կգամ, պորնիկներն են խրախճանում, թրջկոտում են ցավիս վրա, մահվան տոնը չի վերջանում եւ մատները ցից պահած, իբր Աստծո աչքն են հանում, բարոյազուրկ ամեն մի քաց, հավատուրած չարք է դառնում, ուր որ գնաց հետդ գգամ, կանչում են ու զվարճանում, եթիմների թիմի բերած մղզավանջը չի վերջանում։ Ես սա ցույց եմ տալու այս իրականությունը, սա իմ ոնց որ ասած իմ էությանը հարիրջի նման տողերս է, բայց դուք ամեն ինչ անում եք, որովհետեւ մենք մոտենանք ոչ թե գրականության արվեստին, այլ այն ցավի արձագանքին, որը դուք եք տալիս մեզ եւ ամեն անգամ շեշտում եք, որ չարքապատկաններ եք եւ պատահական չի, որ ձեր օրոք այո Բագրատ Սրբազանը պիտի մեկուսացած մնա, այս մաքուր ազնվազան բարձր հայը, ով այնտեղից էլ հայտարարում է, որ արա ես որտեղ էլ լինեմ ազատության մեջ եմ, այ խամաճիկներ, այդ դուք եք մատերից կախված Փասլենկոտներ, դուք եկել եք ասելու, որ լափը առաջնային արժեք է, ոչ, դա
իր հետ Դա չի եղել երբեք իմ ազգի համար։ Եվ եթե ասենք մի բառով ասենք, ով կգնա սրանց ձայն կտա, ԿՊ-ին ձայն կտա, ուրեմն դուք եք լափամանի ապրանք։ Ինքը ասում ես լափա, չէ՞։ Ես ձայն եմ տալուս միայն նրանց, ովքեր պատժելու են ԿՊ-ին։ Եթե գալիս են բաներ են, դե ուրեմն միայն երկրորդ նախագահին եմ ձեն։ Եթե մեկը գալիս ասում է, մենք ուղղակի հեռացնելու ենք փափուկ խաղը, չկա նման։ Համերաշխություն լինելու, երկիր ծախողներ։ Համերաշխություն լինելու է միայն մի դեպքում, եթե երկրի դավաճանները կանգնեն արդարադատության առաջ։ Հակառակ դեպքում դա համերաշխություն չի, դա ուղղակի այդ ինչա, դավաճանությունը շարունակելու ընթացք է, որտեղ եթե մարդը կա ակնհայտորեն դավաճանի ազգին, խմի այդ ազգի հայտարարում էր, չէ՞, Նիկոլ անունով Գոյանքը ասում էր բանա, պետք լինի կյանքս կտամ։ Արեց հազարավոր անուշ կյանքեր խլելուց հետո քո փալաս ողորմելի կյանքը, պահել ես ինչ անես, արա։ Իսկապես էլի, հələ մի հատ հայլու մեջ նայի քեզ։ Նայ նայեն քաջերին, այն ազնվազարմ հայերին, ովքեր իսկապես կյանք տվեցին, որովհետև իրենք առանց իրենց պետության, իրենց երկրի, իրենց ազգի ազնվազարմ հաղթական ընթացքի չեն կարող պատկերացնել կյանքի շարունակությունը։ Իսկ դու կարող ես լափել ազգի առաջ, քո այն թիմով, որոնց համար այո, փողը առաջնային, այն որ ասֆալտով էլ գլուխ էի գովում, այդ ասֆալտը ձեր գլխներին կպնի։ Տենում ենք ինչ է կարևորական հարյուրավոր մեքենաներ են ջարդրտվում, փշրվում, որովհետև դուք դա եք։ Չէ, բայց այս ողորմելի բան վիճակը ու գնում է մեկ էլ ասում է բանը, ինքը 4 միլիարդ էլի պարգևավճար է տալու, դե միլիոններ է ստանում, 16 միլիոն մի նախարարչուր աշխատավարձ է ստանում, 20 միլիոն աշխատավարձ է ստանում։ Ես այդ առումով ասել եմ, գնացել են խեղճ ու կրակ թոշակառին 36,000 է ստանում, ստացար չէ 10,000, ստացար չէ։ Շատ լավ է, դու էտելա շատ։ Դրանց այդ քեզ ընտրողներին էտելա շատ։ Դու ճիշտ, դու вообще ես զարմանում եմ, որ ավելի խիչ ես կրճատում։ Մեկը դրանք քեզ ձեն են տա։ 1000 դրամ չէ՞ մի բան էր անում։ Դրանք իրան ձեն են։ Իսկ այդ ինչ վերաբերում է, քանի միլիոններ են ստանում, սիրելի հայրենակիցներ, ես ասել եմ, որ դա շատ քիչ գումար է, այդ 8 միլիոն բան որ տալիս է այդ իր կառավարության անդամին, ինչ փող է։ Դավաճանությունը խետքան էժան են գնահատում։ Դավաճանությունը կարա այդ նույնը միլիոնով տա, ասենք 8 միլիոն դոլար տար, այս տար, այն տար։ Գոնե մի քիչ ասենք լավ, լուրջ չվերով են դավաճանում մեր պետությանը, մեր հայրենիքին, մեր երկրին, եւ այսպես իրենց էլի բարբերաբար զբաղված են իրենց սխալները արդարացնելով եւ կարողանում են, չէ՞, այդ ամեն ինչը հաջողությամբ անել եւ մի հատ պերաշկի կրսելով կարծում են թե իրենք կարողանում են այդ զոմբիացված համայնքի սիրտը շահել, հոգին շահել, եթե ունեն դրանցից, եւ էսա, մեր իրականությունը սա է, եւ ես ելի եմ ասում, այս վիճակում անգամ, լսեք Բագրատ Սրբազանի խոսքերը, հղումները, որ անում են մեկ ուսարանից, դա անում է մեզ համար։ Սրբազանը գիտեք, ոգեղեն կառույց է ինքը, շատ հզոր մեծ հոգևորական է եւ ինքը ցանկացած վայրում տիեզերքի իր եսն ու ուժը ունենալու է։ Ինքը այնքան խիտ է, որ կարծում եմ երբ մոլորակից հեռանա ինքը նորից չի տարողվելու, խավարանի անցնելու խնդիր չունի, որովհետև Բյուրեղյա մակրության տեր անձնվազարմ հայ է, եւ մենք պիտի կարողանանք նրա խոսքերին ականջուր լուր լինել, եւ եթե մենք ուզում ենք ընտրություններում որևէ չարիքից ազատվել, այո, պիտի մենք ամեն ինչ անենք, որ Սրբազանը լինի ազատության մեջ, եւ բոլոր նրանք, ովքեր սատար չեն կանգնել Բագրատ Սրբազանին, քվյարկվելու իրավունք չունեմ պարզապես, ես դիմում եմ հայերին, կլինի ինդիմություն ներկայացնող, իշխանությունը հասկանալի է, երբեք ձեն չտակ նրանց, ովքեր չեն սատարել Բագրատ Սրբազանին, ինչու, որովհետև նա բերեց Սրբազան շարժումը, իր շարժումով կասեցրեց Ալիևի խորժակը, որը սրա հետ պլանավորել էր հերթական տարածքները լափեր, եւ ուրեմն Կիրանցով սկսեցին եւ հետո իսկապես Սրբազանը զսպեց եւ շատերը չգիտեք, որ Ադրբեջանի հենց առաջին ալիքով գնում էր Սրբազանի մասին հաղորդումներ, ցույց էին տալիս եւ վրան գնում էին ռևանշիստը Սարսափել էր Ալիևը կապիկը, որ ընդեղ կլոնությունով ուզում է իր ազգի մոտ հերոս երևալ, բայց իր մեջ գիտի չէին կա այ զինվորին չի հաղթել։ Այս կլոններն են ասում կրվել ենք, այս կլոնները ցանկացած տղել կկրվեն, մանավանդ որ իրենց համար պարտությունը հաղթանակ է։ Նրանք երկրի հակառակ կողմից եկած գոյանքներ են, իսկ դրանց համար շատ բաներ տարբեր է մեզնից։ Իրենք չունեն ավանդույթներ, մենք ունենք, իրենք չունեն ժառանգներ, մենք ունենք։ Իրենց եսն է, մորթն է, փորն է, ստամոքսն է։ Սա է։ Մեր մեջ բանը մցրել են, որ չէ, այս ժողովուրդը մենակ հացի մասին, թոշակի մասին, հա, ճիշտ է, մարդը ամեն օր ասում է, մարդը շատ
կարևոր է, պիտի ապրի, պիտի այդ հարցերը, բա որ դու լափում ես, միլիարդներ ես տալիս, որ միլիարդի 15 միլիարդի պարտք ես դրել հայ ժողովրդի վզին ու դու տանում ես այդ միլիարդները քո թիմին ես բաժանում թալանչի լափող, որ դու այդպեսին ես, իհարկե պիտի թոշակները կրկնապատվի, իհարկե պիտի աշխատավարձները կրկնապատվի, բայց մենակ այդ հարցը չի, չէ, հիմա մեզ ուզում են ներկայացնել, որ մեր ժողովուրդը բանը արժանապատվություն չունի, բարոյականություն չունի, պատվախնդրություն չունի, եւ մենք բոլորս պետք է ասենք այս սրիկատականքների հետ հաշտություն։ Եվ միակ մարդը, որ առայժմ, ես չգիտեմ մյուսները ինչ կասեն, երկրորդ նախագահն է, որ ասես պատասխան տակ։ Չէ, պատասխան այո, ես լսեցի, որ ասեց, այո, իրենք պատասխան են տալու։ Ես ասում եմ այն մարդը, որ 5 անգամ բանը թոշակա բարձրացրել ու աշխատավարձ որ չգիտեիք ինչա, ես ինչքան է բարձրացրել։ Հա, մեկ էլ Նիկոլ, այն ուր որ գնում ես, Մերկելին որ տարար պատտացրեցիր Հյուսիսային պողոտա, այս մարդն է կառուցել։ Հետաքրիր ասում է, այս Քոչարյանն որ տանում ես Կասկադ, ասա որ Քոչարյանն է կառուցել, որ Դիլիջանի թունելով գնում ես, ասա որ Քոչարյանն է կառուցել, որ այդ բանը Կասկադները քանդած բաներն է ցույց տալիս։ Այդ ասա, որտեղ դու ինչ օրենք քանդարարները ինչ քիչ որ ցույց տալի, որն է ինքը սարքե, տան իր ավիրած ասֆալտը, ինչն է ցույց տալիս։ Այն մայրուղիները որ ցույց ես տալի, հիմնական այդ բիտոնած, որ պետք է, չգիտեմ, հազարամյակներով մնա այդ ճանապարհը, գնա ասա, որ այդ իրանք են կառուցել, քոնը որն է։ Այս ողորմելի թոշակն է, որ տանուն տալիս ես ու բանը թալանը տա։ Դուք ինչը կարժանացնեք եւ ես ուզում եմ որ չմտածեն էլի որ մեր ժողովրդի մեջ արժանապատվություն չկա, պատասխանատվություն չկա, բոլորից հաշտենք, Զավաճան Սուդիկանների հետ հաշտենք, համերաշխենք։ Չէ, չկա, ես նրանք ովքեր համերաշխեն եւ նրանք ովքեր գալիս են ուղղակի իշխանապողության, իմ կողմից գոնե ձայն չեն ստանալու եւ իմ համակիցների կողմից եւ ուրեմն նրանք ովքեր գալիս են իսկապես պատժելու ցույց տալու ինչ են կատարել մեր ժողովրդի հետ, մեր պետության հետ, ի վերջո եւ մեր բյուջեի հետ, դա պիտի անպայման շեշտենք, որովհետեւ սրանք ասֆալտ ասելով հայրենիքը չկա իրենց համար, ինչ հայրենիք, իրենք ասում են հայրենիք իրենց համար արժեք չէ, արժեք պետություն, բայց այդ պետությունն էլ են վերացրել, պետությունն էլ այդպես լայն հասկացողություն է, կարան ադրբեջանական պետություն հռչակեն եւ ասենք տեսեք ինչ ամուր է, մենք միացանք եւ հետո ինչ բերեցին սրանք հանցավորները բերեցին արևմտյան Ադրբեջան հասկացողություն, այդ կապիկությունն էլ արեցին այն դեպքում, որ հայկական հողերը, պատմական հողերը լինելով եւ Թուրքիայում եւ Ադրբեջանում, դե որ իրանք ասում են, Բաքուն ով է կառուցել, հայը, դե ուրեմն Բաքու են գալու հայերը։ Մի անգամ մեր շատ սիրելի վրացի բարեկամը Գուրամ Օդիշարյան, որը մշակույթի նախարարն էր, ասում էր, այսինչ թուրք գրողին ասի, գիտես Բաքուն ինչի է այդքան սիրուն, եւ Թիֆլիսը ինչի է այդքան սիրուն, որովհետեւ հայերն են կառուցել։ Այսինքն կան նաեւ մարդիկ, ովքեր դա հնչեցնում են եւ քանի հիմա մեր վրացի գրող բարեկամի անուն տվեցի, ուզում եմ ասել, բոլորովին ավելի շուտ պիտի վերադառնանք Բաքու։ Այո, վերջերս էր գրողների միությունում տեղի ունեցավ Էդվարդ Միլիտոնյանի ուրեմն գրքի շնորհանդեսը, որը վերաբերում էր ուրեմն հայ-վրացական բարեկամությանը եւ եկել էին դեսպանատան աշխատակիցները ցանկացած նման միջոցառման իշխանությունների ներկայացուցիչները լինում էին։ Հիմա չկան, որովհետև Հայաստանի խնդիրները իրենց չեն հետարկում։ Այն էլ բարեկամություն խորհրդանշող եւ չկար որևէ մեկը։ Ես հիշում եմ եւ մեր համագումարներին եւ նման կարեւոր հանդիպումներին իշխանության ներկայացուցիչ։ Հիմա չկա, որովհետև իրենց աշկի գրողն են հայերը, ազնվազար մայրը եւ անամոթաբար շարունակում են գրողների միության եւ մյուս ստեղծագործական տների վրա դատական process-ների ընթացքը եւ ես զարմանում եմ, որ իրանք լուրջ աղմուկ չի բարձրանում եւ նկարիչները եւ կոմպոզիտորները, գրողները, ճարտարապետները, բոլոր նրանք, ովքեր կարողանում են իրենց միություններում տակ պահել հայկականությունը, ամուր պահել հայկական, դրանք չեն ելնում, ձեն չեն անում, գիտեք, մի վախեցեք։ Եվ ընդհանրապես հայ լինելուց ոչ մեկ թող չվախենա, թող վախենան բոլոր նրանք, ովքեր իծնե ծնվել են որպես չարքապատկաններ։ Դրանք այո, հայ, որտեղ հայը ազնվազար աստվածային երևույթ է։ Բոլոր նրանք, ովքեր իրենց հայ են համարում, գիտակցաբար, հայ են, նրանք չեն կարող կպընտրել, նրանք չեն կարող գնալ կործանիչների կողքը կանգնել, չեն կարող, իսկապես չեն կարող, ըստ էության չեն կարող, եւ նրանք չեն կարող հանդուրժել, որ իրենց երկրում Բագրատ Սրբազանի նման հոգեվորականը մեկուսարանում լինի, հասկանում եք, ես այլևս չեմ կարող, ինչքան էլ նա ազատը, ինչքան էլ նա թռիչքային մար, ես չեմ կարողանում տեսնել նրան մեկուսացված, նրա օրհնությունը չստանալ, հասկանում եք, ես տեսել եմ հազարավոր երեխաների համար ինչ տոներ է պատրաստել, ինչեր է արել, որպեսզի երեխաները զրկված չմեծանան, զուրկ չլինեն։ Պատերազմից հետո եմ տեսել Բագրատ Սրբազանին, դա մի հատ գեր մարդկային ուժ պիտի ունենար մարդ,
որ այդ ցավի այդ բանի մեջ եղած զովասների ծնողների հետ գիշեր ու ցերեկ այո բայց այդ պատկասնեք չէ ինչ դե մեր կողմերն ուժ պիտի ունենա գիտեք մեր կողմերն էլ հոգևորական կար ասենք սիոներ կարծեմ այդ տիրադավերն սա որևէ անգամ չայցելեց մի ծնողի գար սփոփեր էլի իրաց հոգևոր այ գոյան դու էլ ես սրբազան Բագրատ սրբազան ինչ է դրա անունը Արմավիրի չէ սրբազան չկա ես իմ ինչ չկա ով ես այ գոյան քեզանից ինչ ամանալու ին այդ փիլոնը վրա քաշած ֆրֆրմես քեզ էլ տվում է ծառդ խաչուլես դու հոգևորական ես գնաս սովորի գնա Բագրատ սրբազանի գրքերը կարտա մի քիչ մարդու հոգևորականի շնորհ վրա դու քո նմանների վրա եւ ես որ ասում եմ էս ինչ ուժ ունի Բագրատ սրբազանը տեսնում եմ եւ ներսից փլուզած բայց մեկ միևնույն է իմ նման շատերը հարգելի Անժելա իմ նման շատերը այո այդ ցավ կրողներից շատերը գնում էին սրբազանի մոտ փառատում ինչ ապրումակցում ուներ եւ այո ուներ որովհետեւ ինքը ըստեյության էր այդ ամեն ինչ անում ինքը երբեք ու երբեք ձևեր չի ունեցել նա իր խոսքը հնչեցրել է ազատորեն խումբը փողոցայիններ Բագրատ սրբա փողոցայինների մի հատ խումբ փողոցային չգիտեմ ես չես իմանում ինչ բառ ասես բանա դե հա չէ ես հույս ունեմ որ կկարողանամ ես ուզում եմ նաև ես անընդհատ կրկնում եմ խաչիկ հիմա հասել ենք նրանք տեսեք ինչ արեցին ինչ արեց այս Նիկոլի խումբը ուրեմն պատերազմը հրահրեցին ասում ենք ու ավարտում ենք խաչիկ Մանուկյանը շտապում է պատերազմը հրահրեցին հետո ինչ ասեցին պատերազմը որ պիտի Արցախի կեսը տանք չենք մոռանում Արցախի 70% առանց մի փամփուշտ տվել է 6 միլիարդ դոլարի զենք առանց մի փամփուշտ ուղակի նվիրաբերել է ասեց ես մի հատ ասեմ էլի Արցախի բանը կեսը տանք որ պատերազմ էլ չլինի հետո եկավ այդ անցավ Արցախը տանք որ էլ պատերազմ չլինի Արցախը պետք է տանք որ Սյունիքը բան անենք պահենք որ էլ պատերազմ չլինի հետո Սյունիքի այդ ամբողջ բանը բարձունքները տվեց ասեց այս բարձունքների հետևից չգնանք որ էլ պատերազմ չլինի գերիներին տվեց գերիների հետևից չգնանք որ էլ պատերազմ չլինի ճանապարհը նվիրաբերեց այդ Սյունիքով Մեղրիով նվիրեց տվեց Ադրբեջանի ու Նախիջևանի կապը ապավեց այս եկեք տանք որ էլ պատերազմ չլինի դուք կասկածում եք որ վաղը ինքը ասել է եկեք մեր 10-ից 14 տարեկան աղջիկներին տանք ադրբեջանցիներին որ պատերազմ չլինի մեր պատանի տղերքին եկեք տանք որ պատերազմ չլինի Երևանը եկեք տանք ու այսքանից հետո դուք մտածում եք որ ինքը խաղաղություն է բերում Իժը մի սրիկա կամ ես մի բան ասեմ անցած անգամ ես նույն սրահում հարց տվեց հարգելի Մայրամը ինձ հարց տվեց ասաց այդ 300,000 ադրբեջանցիներն էլ է բերելու ասեք գիտեք Մայրամը այդ Իրանը թվում որ մեր 1 միլիոնն է գնալու Ադրբեջան ինչ ասաց այդ իհարկե համաձայնեմ ձեզ հետ բայց ասում նայեք այսօր մենք ունենք այդ Ադրբեջանի շահերը սպասարկող իշխանություններ ուրեմն դա մեզ չի անհանգստացնում եւ մենք այնքան բան վիճակում ենք խայտարակ որ հարցա մեր արը մենք սրանց էլի պահում ենք թե չէ դա մեզ չի անհանգստացնում մենք մտածում ենք տո 300,000-ը չէ տո 3 միլիոնը գա եթե սրանք են մնալու ինչ 300,000 3 միլիոնը կգան ընդհանրապես ինչ Հայաստան ինչ բան եթե այս դեպքում հարցը այսպես է դրվում դա 7-ին իջեք 7-ը պիտի որոշվի ես կարծում եմ մենք նախ ազգովի պիտի ամեն Չանենք ամոթա մի հատ խելքի ուշքի եկեք մենք իսկապես փառատոները գտնում էինք իմ նման շատերը հայաց տարբեր տեղերից գալիս էին Բագրատ սրբազանի մոտ փառատում գտնելու որտեվ այս հզոր հոգևորականը հայոց ցավի կողքն նա չի շրջանցում հայոց ցավը հայոց այս վիճակները բայց լակոտ լուկուտներ կան որոնք փորձում են անվանարկել սրբազան արա սրբազանի մի օրը ձեր ցախ կյանքից տանգա այ փալասներ այ դուխով տերյապկեք այտենց մի ապրեք ճշմարտությանը մոտ փորձեք ճշմարտությանը մոտ գնանք եթե վախեցել եք պատերազմում լինելուց ձեզ որպես հերոս մի ներկայացրեք ես գիտեք տեսնում եմ այն կադրերը հիմա համացանցում պատտվում այդ նույն ինչ առաջի դեմքերի խոսքերով որ տարածքներ չունենք զիջելու փոխանակումների մասին խոսք չի կարա լինել այն թքող մոր թքող լակոտն էլ ասում է ինչ բան էսի Արցախը հայոց տարածքն է արյուն է ստեղ եղվել Վեթա իր այրուն եղե իրարա չէ իր կարող է դա իր տղուշ ջուրը ասնե իր պալած ջուրը երրացրել ընկերներով խմել են որովհետև են մյուս ջուրն էլ կոպես դավաճան գեներալները պահում էին որ լապեին դրանց մեջ մենակ հերոսական գեներալներ չէին կային նաև եւ հետո այս գոյանքը որ ասում էր հեսա ես դավաճանություն ա եղել աններ բա ուր են այդ անունները
Չկան, որովհետև իրենք են դավաճանները։ Իրենք իրենց անունները չէին հնչեցնելու։ Ես հույս ունեմ, որ Եվ այս ստապության հիբրիդային պատերազմի մասին, որ Եվրոպան մեզ հետ անում է, նորից փողատալի իրանց, էլի փողատալի, որ իրանց մնան, ասում է իրանց ամեն ինչ պիտի անենք, եւ այս ասած բերանների նույն Եվրոպան այսօր չոքել է, կզել է, նույն Եվրոպան ասում է վեր, արդեն մենք պետք է գնանք Ռուսաստանի գազը վերցնենք, բան, որովհետև խեղդվում ենք, այլ մեռնում է Եվրոպա։ Որ Եվրոպան, այդ որ ձեռը փրփուրներից է գցել, այդ որին Թրամփը դրանց էլ տարավ կործանման, որովհետև իրենց պետք է այդ արժեքների վրա հարձակվեն, իրենք մի բան են ճանաչում, էլի եմ ասել փող, որտեղ ոչ երջանկություն կգտնեն, ոչ էս անասնակալած գոյանքներ են դառնում եւ դրանով փորձում են ամենատպես չի լինում, ամենաբարձր արժեքները փողով չեն գնում, սերը, կարոտը, երջանկու, դրանք փողով չեն գնվում, դրանք ըստ էության պիտի լինեն, նրանց համար այո դու պիտի պայքարես, բայց ոչ թե այդպես բան, դու պիտի կարողանաս քո ինքնությունը նախ եւ առաջ աստվածայինը պահես, որովհետեւ կարողանաս այո լինես հզոր, լինես մարդկային, լինես երջանիկ, լինես սիրո մեջ, սիրելի ժողովուրդ դեպի հաղթանակ։ Մեծ խոսում է դրանց պետքին նախարար չգիտեմ էլ դրանք ով են որտեղից են գտնում ասում 7% բանը աճ ենք ունեցել բահալովա մի հատ 1.5-ով այդ թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնել որ այդ ունեցել է ես այդ աճը չեմ նայ ես նայում եմ մթնոլորտը ես ափսոսում եմ որ հլայելի մարդիկ կան սրանց հավատացող ես տեսնում եմ որ որոշները իհարկե քիչ են առաջվա համար շատ քիչ են բայց այնուամենայնիվ կան բայց ինչն է դրանց համոզման տանում ինձ բացատրում են որ գիտես մեկի զավակն է դրանց թիմից սնվում մեկի ազգականն է սնվում եւ այսպես այսինքն հիմա նորից լափի շուրջ համախմբումը կատարվում իսկ այդ լափի շուրջ համախմբումը լավ տեղ չի տանելու մեզ որովհետեւ հանուն լափի երկիր ու ազգեր կվերացնեն այս ժողովուրդն էլ իրենց աչքին չի երևում Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ սիրելի հայրենակիցներ, ստապ դատեք, իսկապես վերլուծություններ արեք, կատարվածը գնահատեք եւ այդ սուտ բառերը, սուտ խոսքերը մի լսեք եւ ազնվաբար են հղումը որ ձեզ անում են, որ իրանք լապակեժներ են։ Դա ընդունեք։ Իմիջայլոց հիմա ընտրությունից առաջ ես էլ մեկ բառով ասեմ, ընտրությունից առաջ ասեց, որ մենք զենքերը ցույց ենք տալու, այսինքն ուզում ասի ժողովուրդ, այն որ այսքան միլիարդ բաժանում եմ իմ թիմին, շատ մի նեղվեք էլի։ Ես իբրև թե զենքել եմ բանան, բերում է ցույց տալ, բայց վախեցած, սարսափած, ինչ է ասում է, բայց թող հանկարծ մեր հարևան երկրները չիմանան, որ դա ինչ որ բանի համար է։ Ուղղակի ես ցույց եմ տալի, մի հատ կզանգի կասի Ալիև, գիտես ինչ եմ ցույց տալի, որ ես ընտրություններին հաղթեմ, որ մնացած ամբողջ Հայաստանն են նվիրեմ։ Չնեղվես, էլի հանկարծ բան չէ, չհատ կտակ սատկացնի իրան։ Մի բան կասի չանես։ Էս այն դեպքում, սիրելի հայրենակիցներ, ուրեմն 10 անգամ Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ են անցկացնում, ցույց են տալիս, որ վերջին ինչ զենք ձեռքներ եւ ում համար Ադրբեջանը այդ ամեն ինչը անում։ Մեզ համար չէ, այդքան զենքը չի վախենում, բայց այս սրիկան պետք է մի հատ ժողովրդի աչքը կողի, այս դեբիլների Այն դեբիլների, որ այս կամից հետո ասում են, ինքը պետք է մնա, որ ասի, բա ինչ է, պետք է ձեր երեխեքին տանեն մորթեն, որ պատերազմ չլինի։ Կործանը չէ, որ առանց արկերի բերել է այս զենքերից։ Հիմա մի հատ պետք է սես ձևական բերի ցույց տա, բայց ասում է, Ալիև չնեղվես, հանգարց բան չանես, էսի քո համար չի, բան, էսի անում եմ այն մնացած դեբիլների աչքը փակելու համար, որ ընտրությանը գան ից ձայն տա։ Դրա համար եմ անում։ Մեր երկիրը ինչ օրը գցել։ Դե ուրեմն արժանի էինք սրան, եթե այս կամից հետո մի մարդ կա, գնում է այս բոմժը, մի հատ դիր էլի նորից դիր, այս բոմժանոցի մի հատ է մի հատ ձայն է տալիս, էլ ինչի մասին է խոսքը։ Մի հատ էլ ընդդիմության մի մասը, իրանց բան չասենք, համերաշխություն, հանդուրժողականություն պիտի լինի։ Այս բոմժակույտի հետ համերաշխություն, հաշտություն լինի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։